2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքի նպատակը անձի իրավունքների եւ ազատությունների երաշխավորման վրա հիմնված ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանումն է։ Պետք է նկատել, որ նոր քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները արդեն որոշակիորեն կիրառվում են եւ ըստ էության խնդրահարույց հանգամանքներ արդեն առաջ են եկել։ Իսկ կլինի ասել, որ ընդորել քիչ հողմիկ են։ Շնորհակալություն։ Եվ հենց այս խնդրահարույց հարցերին անդրադառնալու նպատակով մի քանի քննարկումներ ենք իրականացրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պետաիրավական հարցերի նախկին կամ գուցե մինչ այս պահը ղեկավար պարոն Վարդանյանի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության նախարարության ներքին գործերի նախարարության պետական եկամուտների կոմիտեի հետ արդեն իսկ ազգային ժողովում շրջանառվող իմ հեղինակած նախագիծը երկու կարևոր քրեադատավարական ինստիտուտի է վերաբերում հանրային քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին միջնորդության մասով հսկող դատախազի վերաբերելի որոշմանը եւ լիովին նոր վերահսկելի մատակարարում եւ գնում գաղտնի քննչական գործողությանը հաշվի առնելով որ նախագիծը իր հիմնավորմամբ տևական ժամանակ է ազգային ժողովում շրջանառության մեջ դրված է ես առավել ընդհանուր գծերով կանդրադառնամ նախագծի հիմնական կարգավորումներին Այսպիսով քրեական վարույթի առանցքը քրեական հետապնդման կառուցակարգն է, եթե քրեական վարույթն իրականացնում է փաստի առթիվ, ապա քրեական հետապնդումը անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի առաջին մասի համաձայն օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին, որի հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին։ Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե նախաքննության ընթացքում հիմնավորվում է մեղադրանքի որևէ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտությունը, ապա քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Այդ միջնորդության հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին։ Ինչը պրակտիկայում կարող է առաջացնել խնդիրներ, դատախազը անորոշ ժամանակով կարող է որոշում չկայացնել, որի արդյունքում հանրային քրեական հետապնդման կարող է ենթարկվել անձը, այս կարգավիճակում կարող է անարդարացիորեն նաև երկար մնալ, անձի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոցը, ընդ որում ազատության սահմանափակմամբ Պետք է նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարականի համաձայն քննիչի միջնորդությունը դատախազությունում մուտքագրվելուց հետո հսկող դատախազը 7-օրյա ժամկետ է սահմանել, որպեսզի այդ որոշումը կայացնի, թերևս օրենքի բացակայության պայմաններում սա միջանկյալ լուծում է համարվում, բայց քրեական դատավարության կառուցվածքի միասնականությունը դատավարական ժամկետների դատավարությամբ ամրագրված լինելու հանգամանքը պայմանավորում է սույն հարցի կարգավորումը օրենքով, ուստի առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածով նախատեսել 7-օրյա ժամկետ։ Այս խնդիրը համակողմանի լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված լրացում եմ առաջարկում նաև
հայցողական քրեական հետապնդման հարցում, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկում եմ նաև նոր գաղտնի քննչական գործողության ամրագրում, վերահսկելի մատակարարում եւ գնումը, ըստ որի քրեական դատավարության օրենսգիրքը պետք է լրացնել նոր 251.1 հոդվածով, որը սահմանելու է վերահսկելի մատակարարում ու գնում գաղտնի քննչական գործողությունը, որը կառավարության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ, 393-րդ, 394 եւ 405-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով, թերևս նաև թմրաշրջանառությունից զատ նախատեսում եմ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի սարքերի առարկաների ապօրինի շրջանառությունը հանցակազմով եւս մեկ հնարավորություն ընձեռնել վերահսկելի մատակարարում եւ գնում գաղտնի քննչական գործողության իրականացում, հաշվի առնելով, որ այս հանցակազմով քննվող դեպքերի էական աճ կա արձանագրված եւ դա վերջին շրջանում նաեւ մտահոգում է մեր հասարակությանը, կարծում եմ, որ հետագայում հանցակազմերի այս ցանկը կարելի է նաեւ ընդլայնել, նշեմ, որ ձևակերպման առումով եւս կառավարության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի փոփոխություններ կատարվի օպերատիվ հետախուզական գործողությունների մասին օրենքի համանուն ՕՀՄ-ից եւ ձևակերպել է հետեւյալ կերպ վերահսկելի մատակարարումը եւ գնումը ապրանքների եւ ծառայությունների շրջանառության վերահսկումն է, ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով եւ այսպիսով ամփոփելով ելույթս առաջարկում եմ հարգելի գործընկերներ կողմ քվեարկել նախագծին, հաշվի առնելով նախագծի կարևորությունը եւ անհրաժեշտությունը եւ վերջի շրջանում թմրաշրջանառության մասով մեր հասարակության մեջ նաեւ մտահոգությունները կարգավորելու համար, եթե մենք այս նախագիծը ընդունում ենք, ապա սրանով մենք կարողանում ենք այդ ռիսկերը նվազեցնել եւ ըստ էության սա անհրաժեշտ կարևոր նախագիծ եմ համարում, առաջարկում եմ պետաիրավական հանձնաժողովի իմ գործընկերներին կողմ քվեարկել նախագծին, շնորհակալություն։